Այսօր խոսելու եմ մահացած գավազանի կամ փայտի մասին։ This is a dead stick right here. Մեռած ճյուղ է սա։ Has no root. Չունի ոչ մի Will արմատ, never have a leaf. չունի իր վրա տերև, Never have a fruit of any kind. երբևէ չի կրել իր վրա ինչ որ It's a պտուղ, dead stick. այն համարվում է մեռած կյանք չունեցող ճյուղ։ There's a story about dead sticks in the Bible. I'm going to find it. Աստվածաշնչում մեռած ճյուղի մասին պատմություն էլ կա։ Հիմա միասին կգտնենք։ It's related to some almonds. Եվ այդ պատմությունը կապ ունի նուշի հետ։ These are some of the favorite things in Israel. Իսրայելում շատ են ըստ պատմության And they սիրել have նուշ։ been for a very long time. Երկար ժամանակ In Israel, the word almond is related to the word watcher. Watcher. Watch, to watch. Yeah. Եվ Իսրայելում նուշ բառը ուղիղ կապ ունի դիտորդ բառի հետ։ That's because the almond tree is the first tree to bud and bloom in the spring. Քանի որ նուշի ծառը այն ծառն է, որ գարնանն առաջինն է ծաղկում։ So if you want to know when spring is coming, Երբ որ ուզում ես իմանալ թե երբ է գարունը գալիս, you watch the almond tree. պետք է նայես այդ նուշի ծառին։ When it blooms, Երբ որ ծաղկում է, you know spring is right արդեն there. գիտես, որ գարուն է։ So it's that God-given sign of hope Այսինքն սա կարծես Աստծուց տրված հույսի նշան լինի, that spring is coming. որ գարուն է գալիս։ Something new is about to take place. Ինչ որ նոր բան է տեղի ունենալու։ Amen. It's so good. I'll get to the sermon yet. Amen. Դեռևս չեմ սկսել քարոզել։ There's a story in the book of Numbers. Թվոց գրքում մի պատմություն կա։ Moses and Aaron are trying to lead the people out of Egypt. Մովսեսը եւ Ահարոնը իսրայելացիներին They're in the դուրս էին բերում wilderness. Եգիպտոսից հասել էին անապատ And you know, Israel is always complaining. եւ գիտեք իսրայելացիները մշտապես դժգոհում էին։ It's too hot. Շատ շոք է, There's no water. ջուր չկա, There's no meat. չկա միս, We don't have leeks and onions and Չունենք good այն- things to eat. սոխը, սխտորը Եգիպտոսի ոչ մի բան չկա ուտելու։ In Numbers 16, they began to complain about Moses and Aaron themselves. Եվ թվոց 16-ում նրանք արդեն սկսեցին բողոքել Մովսեսից ու Ահարոնից։ 250 of the leaders rose up against Moses and Aaron, 100-ից ավել մոտ 150 առաջնորդներ դուրս եկան Մովսեսի դեմ։ and God defended them. Աստված պաշտպանեց նրան։ Matter of fact, this is one of those dramatic stories in Scripture Իրականում սա համարվում է Աստվածաշնչի ամենադրամատիկ պատմություններից because մեկը։ 250 families Քանի որ died. 250 ընտանիքի As the անդամներ earth ընտանիքներ opens up մահացան, քանի որ երկիրը and բացվեց closes up around them. եւ նրանց կուլ տվեց։ Well, you think that would stop all the complaining, but it didn't. Դե մենք կմտածենք, որ այս ամենից հետո պետք է մարդիկ դադարեին բողոքել, բայց դա տեղի The չունեցավ։ next day they accused Moses of killing Հաջորդ them. օրը նրանք մեղադրեցին Մովսեսին, ասելով, փորձելով սպանել։ God sent a plague in the land. Եվ Աստված երկրում սով տիրեց երկրում։ About 15,000 people died. Մոտավորապես 15000 մարդ մահացավ։ And so God says this to Moses. Եվ Աստված Մովսեսին հետևյալն ասաց. You take the staff of the leader from every tribe of Israel. Ասաց Իսրայելի բոլոր ցեղերի առաջնորդների գավազանները վերցրու։ This is not much of a staff. Սա այնքան էլ նման չի այդ գավազանին։ I don't think a good Israelite would have had this as a staff. Չեմ կարծում, որ իրեն հարգող իսրայելացին սա կընդուներ որպես գավազան։ But understand that it's just a dead stick. Սա ընդհանրապես փայտ է, փայտի կտոր, որ այլևս որպես ճյուղ կյանք չունի։ And a man from every tribe brought his stick. Ամեն ցեղից առաջնորդ բերեց իր Put their գավազանը, name on it. իր անունը գրեց գավազանի վրա, And they all put it in the Holy of Holies եւ այդ գավազանները դրեցին սրբության before սրբոցում, the Ark of God. մինչև ուխտի տապանակը։ And the Ուխտի տապանակի առջև։ story goes like this. Number 17. 17-րդ խոսքում Okay, let's just read verses 4 through 8 if you can. Number 17. No, from 4 to 8. Let's read from 4 to 8. Եկեք կարդանք թվոց գրքի 17-րդ գլխի 4-րդ խոսքից 8-ը։ Դրանք կդնես ժողովի վրանում վկայության առջև,
որտեղ հանդիպում եմ ձեզ, եւ կծաղկի այն մարդու գավազանը, որին ես ընտրել եմ, եւ ես կդադարեցնեմ իմ առաջ Իսրայելի որդիների ձեր դեմ բարձրացրած տրտունջը։ Մովսեսը խոսեց Իսրայելի որդիների հետ եւ նրանց բոլոր իշխանները տվեցին 12 գավազան ըստ իրենց հայրերի տների, ամեն մի իշխան 1 գավազան։ Ահարոնի գավազանը նրանց գավազանների մեջ էր։ Մովսեսը այդ գավազանները դրեց Տիրոջ առջև վկայության վրանում։ Հաջորդ օրը Մովսեսը մտավ վկայության վրանը եւ տեսավ, որ ծաղկել է Ղևիի տան կողմից տրված Ահարոնի գավազանը, այն ծլել, ծաղկել եւ նուշեր էր հասցրել։ Amen. 12 dead sticks put into the Holy of Holies. 12 ճյուղեր գավազաններ դրվեցին սրբության 24 սրբոցում։ hours later, 24 ժամ անց one of those sticks դրանցից միայն մեկը has come to life. կենթանացավ, It's put out a sprout. ծաղկեց It's put out a bud, եւ ունեցավ a բողբոջներ, blossom, սկսեց բացվել and the fruit. եւ պտուղ էլ տվեց։ All in less than 24 hours. 24 ժամից նույնիսկ ավելի քիչ ժամանակում God's life produces life. Աստծո կյանքը կյանք է տալիս։ This is a life without God. Սա առանց Աստծո կյանք չունի։ There's no life. Չկա սրա No մեջ կյանք, fruit. չունի պտուղ, There's no joy. There's no չկա future. ուրախություն, չունի ապագա, There is nothing ոչինչ չկա but the սրա մեջ։ life with God. Բայց Աստծո հետ ունեցած կյանքը It has fruit. իր հետ պտուղ ունի։ Amen. Amen. It has fruit that comes from God. Այն պտուղ ունի, որ Աստծուց է տրվում։ This image of this stick is life without God. Այս ճյուղի օրինակը այն չունի կյանք առանց Աստծո։ It's dead. It's in darkness. Այն մեռած է, մթության մեջ է։ It's nothing but a dead stick. Այն ընդհանրապես մեռած ճյուղ է։ No spiritual life, no future. Չունի հոգևոր կյանք, չունի Nothing. ապագա, ոչինչ չունի։ But with God there is spiritual life. Բայց Աստծով գոյություն ունի հոգևոր կյանք։ We pass from life to death. Եվ մենք էլ from life to death No, death to life. Thank you. Catch me. մենք մահից անցանք կյանքի Out of darkness into light. եւ մթությունից լույսի մեջ։ Amen. That dead stick became a fruitful branch that bears a harvest. Այդ մեռած ճյուղը դարձավ պտղատու ծառ, որ իր հունձք տվեց։ Isn't that what Jesus said to us? Արդյոք սա այն չէ, ինչ որ Հիսուսը I'm մեզ the vine, ասաց։ you're the branch. Նա ասաց, որ ես որդն եմ, իսկ դուք ճյուղերը։ If you remain in me, there will be much fruit. Եթե դուք իմ մեջ մնաք, պտուղ կտաք։ But apart from me, Բայց եթե իմ մեջ չլինեք, you can do nothing. ոչինչ անել չեք կարող։ Apart from me, Ինձնից դուրս you're just a dead stick. դուք ուղակի մեռած ճյուղ եք։ God picks those up and throws those into the fire. Աստված վերցնում է այդպիսի ճյուղերը եւ գցում կրակի մեջ։ It is an amazing thing Հրաշալի է, that with God we have hope for the future. որ Աստծո հետ ապագայի հույս ունենք։ You know, the Bible says that we can put treasure in heaven. Աստվածաշնչում գրված է, գիտեք չէ, որ երկնքում կարող ենք մեր գանձերը կուտակել, դնել։ Amen. We can have treasure in heaven. Մենք երկնքում կարող ենք գանձեր ունենալ։ Jesus, the disciples asked one day, Մի անգամ աշակերտները հարցրեցին "Oh Հիսուսին։ Lord, we've given up everything to follow you." Ասացին Տեր ամեն բան թողեցինք, որ քեզ հետևենք։ And he says an amazing thing to them. Ու նա մի հրաշալի բան ասաց նրանց։ In Matthew 19 and 29, he says, everyone who's given up houses or brothers or sisters or father Մատթեոս or mother or children or property. 19:29-ում նա հետևյալ խոսքը ասաց. Ամեն ոք, ով իմ անվան համար թողել է տունը կամ եղբայրներին, քույրերին, հորը, մորը, կնոջը, զավակներին, արտերը, Will receive 100 times more in return. հարյուրապատիկը կստանա ու You cannot outgive God. դուք չեք կարող You cannot outgive God. Cannot outgive God. չեք կարող առանց Աստծո այս ամենն ունենալ։ Whatever you give Այն ինչ որ տալիս ես, in heaven will be returned 100-fold. դա հարյուրապատիկ քեզ է Whatever վերադառնալու։ sacrifice you make. Ինչ զոհ որ անես երկրի վրա, Jesus says there's a reward in heaven for that Հիսուսն ասում է, sacrifice. որ դրա համար վարձք կա երկրում։ We're laying up treasure in heaven. Մենք գանձեր ունենք The երկնքում։ dead stick has no hope for the future. Մեռած ճյուղը չունի ապագայի Only հույս։ the fire
Միայն կրակն է նրա There's no ապագան։ second chance. Չկա երկրորդ շանս։ There's no way to come back and do over. Չես կարող վերադառնալ ու ամեն ինչ զրոյից But with սկսել։ God, we lay up treasure in heaven. Բայց Աստծո հետ մենք երկնքում ունենք գանձեր։ With God, there's a reward waiting for us. Աստծո հետ մենք երկնքում պարգևներ ունենք։ With God, there's a place prepared for us in the Father's house. Աստծո հետ մենք երկնքում տեղ ունենք, բնակարաններ ունենք մեր հորտան մեջ։ Hallelujah. Հալելույա։ This power that came into that Holy of Holies, Զորություն էր սա, որ մտավ սրբության սրբոց։ I want to describe it in three ways, three Ուզում եմ words. 3 ձևով, 3 բառով նկարագրել այդ զորությունը։ It is life-giving. Կյանք տվող զորություն։ It is that image of death over life over death. Կյանք, որ մահից վերափոխվեց կյանքի։ Moses went into that room expecting a little bit of green on that staff. Մովսեսը երբ որ մտավ սրբության սրբոց, նա ակնկալեց, որ մի փոքր կանաչ գույն տեսնի ճյուղերի վրա։ But God in that 24-hour period Եվ Աստված 24 ժամվա ընթացքում had created a full season. մի ամբողջ եղանակ It ստեղծեց։ brought forth the branch and the blossom and the fruit. Այսինքն ինչ տեղի ունեցավ, կենթանացավ այդ ճյուղը, իր վրա ունեցավ բողբոջներ եւ պտուղ տվեց։ God's life goes beyond what we can expect. Եւ Աստծո տված կյանքը շատ ավելին է, քան մենք ենք He can ակնկալում։ do exceedingly and abundantly more than we can ask or Այն ինչ think. Տերն անում է, նա անում է գերազանցորեն եւ առատորեն մեր ակնկալածից շատ ավելի։ This presence of God is life-giving. Աստծո ներկայությունը կենսատու է It is a fruitful power. եւ Աստծո ներկայությունը զորություն ունի իր It մեջ։ comes from death to life. Այսինքն մահից մարդուն տեղափոխում է դեպի And կյանք։ everywhere in Scripture you see this life, Եվ որտեղ որ հանդիպեք Աստծո խոսքի you մեջ see abundance. կյանքը, այնտեղ առատություն կտեսնեք, պտղաբերություն կտեսնեք։ Ezekiel 47 shows a river coming out of the temple. Եզեկիել 47-ում նկարագրված է, թե ինչպես էր տաճարից գետ հոսում։ Everywhere it goes, it creates life. Եվ գրված է, որ որտեղ որ գետը ընթանում էր, այնտեղ կյանք էր բերում։ Trees come upon its banks. Գրված է, որ դրա մոտ առուների մոտ աճում էին ծառեր։ The water goes into the Dead Sea. Ու գրված է, որ ջրերը հասնում են The մեռած fish ծովի մոտ, abound. եւ այնտեղ էլ կյանք են տալիս։ Those trees are like no other trees. Այս ծառերը նման չեն այլ ծառերի։ They bear their fruit every month. Նրանք ամեն ամիս պտուղ են տալիս։ Their fruit and their leaves are for healing. Սրանց այս պտուղները եւ դրանց տերևները բժշկություն ունեն իրենց մեջ։ Whatever God touches will become fruitful. Եվ Աստված որտեղին որ հպվում է, դիպչում է, նա դառնում է պտղատու։ God touches your life. Երբ Տերը հպվում է ձեր You become կյանքին, fruitful for դուք Him. դառնում եք պտղատու նրա համար։ Everywhere you go, Որտեղ որ գնում եք, you touch someone else's life. մեկի կյանքին եք դիպչում։ It will be fruitful, Այդ a մարդն էլ blessing, դառնում է encouraging. պտղատու, նա դառնում է օրհնություն, ինքն էլ դառնում է քաջալերանք։ You know, you see the same river in Revelation 22 as well. Նույն գետի մասին խոսվում է նաև Հայտնություն 22-րդ You գլխում։ see the same trees there. Այնտեղ նույն ծառերն են նկարագրվում։ Except in Revelation, they call it the trees of life. Բացառությամբ այստեղ ծառերը նկարագրվում են որպես կյանքի ծառ։ Not just one tree of life, Ոչ թե մեկ կյանքի ծառ, but trees of life that line that river in the city of այլ God. կյանքի ծառեր, որոնք շրջապատում են այդ գետին, որ գտնվում է Աստծո ստեղծած շինած This is the քաղաքում։ power of God. Սա է Աստծո զորությունը, To take that which is dead, որ վեր առնի կյանք տա նրան, No ինչ որ life, մահացած է, չունի իր no մեջ կյանք, fruitfulness, չունի պտղաբերություն, nothing good, ոչ մի լավ բան, destined for death and the fire. որի ճակատագիրը եղել է միայն մահը եւ կրակը։ He comes into your life, Աստված էլ գալիս է ձեր կյանք and all of a sudden, եւ հանկարծ there's something new that's flowing through us. ինչ որ նոր բան է տեղի ունենում, նոր բան է հոսում մեր His միջով։ love and His joy. Աստծո սերը, His նրա peace, ուրախությունը, նրա The fruit of the Holy խաղաղությունը, Spirit flows. Սուրբ Հոգու պտուղները հոսում են մեր Soon we're միջով producing fruit. եւ պտուղ են տալիս։ We have life. Մենք կյանք ունենք God is wanting us to have this life. եւ Աստված փափագում է, որ մենք այս կյանքն ունենանք։ We also recognize Jesus said, Հիսուսը ասաց, you can identify a tree by its fruit. որ
ծառը իր պտղից են ճանաչում։ Good tree will produce good fruit. Բարի ծառը բարի պտուղ է տալիս։ Bad tree produces bad fruit. Եվ վատ չար ծառը չար պտուղ է He տալիս։ summed it up by saying you can identify people by their actions. Եվ ամփոփելով ասում է մարդկանց էլ կարող եք ճանաչել իրենց գործերից։ So Jesus says our fruit is sometimes our actions. Հիսուսն ասում է, որ մեր պտուղը հիմնականում մեր գործողությունն է, մեր գործն է։ It is what we do for God, Դա այն է, ինչ մենք անում ենք what we Տիրոջ do for համար, others, մարդկանց համար, what we do, how we serve the church. այն թե ինչ ենք անում, ինչպես ենք ծառայում եկեղեցում, But when that life flows in us, եւ երբ Աստծո կյանքը սկսում է հոսել մեր միջով, we will be fruitful. մենք այդ դեպքում դառնում ենք There will պտղատու։ be a work that results from His presence. Եվ աշխատանք Աստծո ներկայությունից այդ գործն է բխում։ You know, the third characteristic of this power Եվ երրորդ նկարագիրը բնութագրիչը, որ ուզում եմ տալ զորությանը, հետեւյալն է։ is that it was a complete work. Աստված մեր մեջ անում է ամբողջական աշխատանք։ That dead stick of Aaron's staff Մեռած գավազանը, Ահարոնի գավազանը produced the sprout and the bud, բողբոջեց, the blossom, and ծաղկեց the almond. եւ տվեց նուշ։ All in a 24-hour period, 24 ժամվա ընթացքում all by the power of God. Աստծո զորությամբ It was a complete work. ամբողջական աշխատանք տեղի ունեցավ։ Aren't you glad God does complete works? Դուք էլ ուրախ եք, չէ՞, որ Աստված երբ գործ է անում, ամբողջական գործ է անում։ He comes to us Նա մեր միջոցով and we confess our sins. գալիս է, մենք խոստովանում ենք մեր մեղքերը նրան։ He doesn't say to us, Նա մեզ չի ասում, well, you know, I'm sorry, չի ասում ցավում եմ, but you got drunk 101 times. բայց պիտի քեզ հիշեցնեմ, որ 100-100-ից ավել անգամ դու հարբել ես։ And in order to get into heaven, it's 100. That's our limit. 100-ից ավել անգամ հարբել ես, իսկ երկինք մտնելու համար սահմանաչափը 100-ն էր։ Sorry, you're disqualified. Կներես, բայց դու չանցար։ The blood of Jesus Հիսուսի արյունը cleanses us մաքրում է մեզ from all մեր sin. բոլոր մեղքերից There's nothing left out. եւ ոչինչ չի There's թողնում։ nothing uncovered. Ոչինչ չկա, որ That չի sin ծածկվում։ is separated from us Այն մեղքը, որ as far as հեռացնում the էր east մեզ is from the west. Աստծուց, ինչպես արևելքն է հեռու արևմուտքից։ Hallelujah. It's Այլևս a չկա, complete and total հալելույա։ cleansing. Աստված մեզ ամբողջապես մաքրում է։ We know that sometimes we struggle. Երբեմն մենք դժվարանում ենք, We պայքարում know ենք։ sometimes there's temptations that are difficult to overcome. Երբեմն կան դժվարություններ, փորձություններ, որ մենք չենք կարողանում, դժվար ենք Paul հաղթահարում։ tells us something. Պողոսը մեզ մի բան է In ասում։ Philippians 1:6 he says, I'm certain Փիլիպեցիս 1:16-ում հետևյալ that խոսքն է God ասում. who began a good work in you Վստահ եմ, որ Աստված, ով ձեր մեջ սկսել է այս will բարի continue գործը, his work. պիտի շարունակի եւ ավարտի։ He will not give up. Նա երբեք չի He will հանձնվի։ not stop working on you Նա չի դադարի աշխատել until ձեր that day it մեջ, is finished when Christ returns. մինչև Քրիստոսը կվերադառնա։ It will be a complete work. Այդ ժամանակ կլինի ձեր կյանքում You will be ամբողջական conformed to the աշխատանք։ person of Jesus Christ. Conform to the person Եվ of դուք Jesus Christ. կդառնաք, կվերափոխվեք, You will. կդառնաք Հիսուսի You նման։ will bear that family resemblance. Եվ կունենաք Աստծո ընտանիքի նմանությունը։ So let me apply this a couple of times. Ուզում եմ մի քանի անգամ հետևյալն ասել։ Number one, I believe it tells me what God wants. Առաջինը, մենք պիտի իմանանք, թե ինչ է ցանկանում Աստված։ He wants no dead sticks in his Նա house. չի ուզում, որ իր տան մեջ լինի մեռած ճյուղ։ He has chosen to share his life with us. Նա ընտրեց իր կյանքը կիսել տալ His life is մեզ։ available to each one of us. Նրա կյանքը հասանելի է մեզնից յուրաքանչյուրին։ And if you're a dead stick, Եվ եթե մեզնից ինչ-որ mեկը մեռած ճյուղ God է, makes an offer of life today. Աստված այսօր ուզում է նրան You կենթանացնել։ can receive the life of Դու God. կարող ես ընդունել Աստծո կյանքը։ You can come to him. Կարող ես մոտենալ նրան։ His blood will cleanse you from all sin. Նրա արյունը կմաքրի քեզ բոլոր This life can մեղքերից։ be yours. Եվ այս կյանքը կարող է քոնը դառնալ։
Secondly, tonight, Երկրորդը, որ ուզում եմ we հիշեցնել, must see what God desires for our lives. այն է, որ մենք էլ պետք է կարողանանք տեսնել այն, ինչ Տերը փափագում է մեր կյանքերի He համար։ wants each life to be fruitful. Նա ցանկանում է, որ յուրաքանչյուր մարդ պտղաբեր He լինի։ wants each life to be touched by His power. Նա ցանկանում է, որ յուրաքանչյուր կյանք կյանքի հպվի իր Each զորությունը։ one of us Նա ցանկանում է, որ can be a մեզնից blessing to someone else. յուրաքանչյուրը օրհնություն դառնա մեկ այլ մարդու We can համար։ touch this community. Մենք կարող ենք հասնել մեր համայնքին։ The fruit will be loving and caring and serving one another. Ինչ ձևով, իրար սիրելով, իրար ծառայելով, իրար մասին հոգ տանելով։ It will be seen in your good works. Գրված է, որ ձեր բարի գործերով կճանաչեն ձեզ։ The action spurred on by the life of God within you. Գործողություններ, գործեր, որ մարդ պիտի անի, մղված Աստծո կյանքից, Աստծո տված կյանքից։ A third thing is this. Եվ երրորդը, You may find yourself հնարավոր է, in a dead stick situation. որ դուք հայտնվեք այդպիսի իրավիճակում, երբ ձեզ կզգաք այդ մեռած ճյուղի պես։ I think that's what Moses found himself in. Կարծում եմ Մովսեսն էլ հայտնվել էր այդպիսի իրավիճակում։ People complaining, Մարդիկ դժգոհում էին threatening his life, եւ սպառնում էին կյանքի angry գնով with him. They are angry with him. եւ բարկանում էին նրա վրա։ There's no real hope of change. Չկար փոփոխության ոչ մի հույս։ From the first day they left Egypt to that day, they have always been complaining. Այն օրվանից, երբ լքեցին Եգիպտոսը, այս ժողովուրդը միայն բողոքում էր։ And you may be in such a Եվ situation. գուցե դուք էլ հայտնված լինեք նման There's no իրավիճակներում, life around you. երբ կարծես ձեր շուրջը կյանք չկա։ You're overwhelmed by the darkness, Կարծես ճնշված լինեք եւ պատված լինեք The խավարով, oppression. ճնշումով, the difficulty of this moment. դժվարություններով։ Let me tell you the solution. Ուզում եմ ձեզ լուծում առաջարկել։ Get into the presence of the Almighty. Ամենակարողի ներկայության մեջ մտեք։ Find yourself in the Holy of Holies. Սրբության սրբոց գնացեք։ That's where life flowed to Aaron's rod. Այնտեղից է, որ կյանքը հոսեց դեպի Ահարոնի գավազանը։ That's where that dead stick came to life. Այնտեղ էր, որ մեռած ճյուղը կյանք In the ստացավ։ presence of the Almighty. Ամենակարողի ներկայության մեջ God brought life to that dead stick. Աստված կյանք տվեց մեռած ճյուղին։ God confirmed Aaron's calling. Աստված եւս մեկ անգամ վերահաստատեց Ահարոնի կոչումը։ God said, I'm going to do this and silence the complaints and the murmuring against you. Նա ասաց, որ ես կանեմ այս ինչ բանը եւ արեց, իրականացրեց դա։ Get into His presence. Մտեք նրա ներկայության մեջ։ Let His life transform your situation. Թող նրա կյանքը վերափոխի ձեր իրավիճակները։ Let His life flow into you Թող նրա կյանքը հոսի ձեր to միջով, produce His life. որպիսի իր կյանքը ձեր միջով հոսի։ You know, there was once a dead stick Մեկը, որ մի ժամանակ մեռած ճյուղ էր, placed in a new tomb outside the city of Jerusalem. եւ այն տնկված էր Երուսաղեմից դուրս։ That stick had been rejected by those who should have loved him. Դա մի ճյուղ էր, որ մերժվեց այն բոլորի կողմից, ովքեր ենթադրաբար պիտի սիրեին նրան։ It was cast aside by those who should have known its value. Նրան մի կողմ գցեցին եւ դրանք արեցին այն մարդիկ, ովքեր պետք է արժևորեին։ Instead of being loved and accepted, Եվ նրան սիրելու ընդունելու փոխարեն this stick was beaten and crucified այս ճյուղին հարվածեցին եւ խաչեցին։ and laid in a tomb on a stone bed. Եվ դրեցին գերեզմանի մեջ։ All seemed lost. Կարծես ամեն բան կորսված էր։ They rolled that stone in front of that, over the door opening of that tomb. Քարը գլորեցին գերեզմանի առջև։ It's a dead stick. Մեռած ճյուղ էր։ But that dead stick was lying before the throne of God. Բայց մեռած ճյուղը կանգնեց Աստծո աթոռի առջև։ There was no sin in that stick. Այդ ճյուղն իր մեջ ոչ մի մեղք That չուներ։ stick had carried the sins of the world to Այդ that ճյուղը cross. կրում էր խաչի վրա մարդկության ողջ մեղքերը։ And on the morning of the third day, Եվ երրորդ օրը առավոտյան one little limb sprouted from that stick. մի փոքր բողբոջ երևաց այդ ճյուղի վրա։ A bud formed Մի փոքրիկ բողբոջ and a flower ձևավորվեց եւ blossomed forth. ծաղիկ ծաղկեց երևաց։ And then that fruit came into being. Հետո պտուղ երևաց։ And that stick came out of that tomb. Եվ այդ ճյուղը դուրս եկավ King of գերեզմանից։ kings
արքաների արքան and Lord of եւ Lords. տերերի տերը He's conquered sin. նա And հաղթեց he's conquered մեղքին death. նա հաղթեց And we մահին enjoy the fruit of that life even today. եւ նույնիսկ այսօր մենք վայելում ենք այդ ճյուղի տված պտուղները Hallelujah. Հալելույա I know the power of God. ես ճանաչում եմ Աստծո Because that զորությունը dead stick քանի որ այդ came to life. մեռած ճյուղը կյանք ստացավ Jesus is alive. Հիսուսը կենդանի է I know the stick that God has chosen. ես գիտեմ որ սա Աստծո կողմից ընտրված ճյուղ է Because it's living and fruitful and powerful. քանի որ այն ապրում է պտուղ է կրում իր վրա եւ զորություն ունի We իր are մեջ blessed by His grace and His gifts. եւ մենք օրհնված ենք նրա շնորհքով նրա And տված this պարգևներով Jesus has produced a harvest for God. Հիսուսն էլ հունցք է պատրաստել Տիրոջ համար This Աստծո is how համար I know the love of God. ահա թե ինչպես եմ ես ճանաչում Աստծո սերը Because it was the Father that sent the Son to die for us. քանի որ հայրը ուղարկեց որդուն որ նա մահանա մեզ համար The Father sent His beloved Son հայրն ուղարկեց իր սիրելի որդուն to send us a message, որպիսի մեզ ուղերձ to ուղարկի demonstrate unto us, որպիսի մեզ ցույց տա I love you. որպեսի մեզ ասի ես սիրում եմ քեզ I want to give you my life. ես ուզում եմ քեզ տալ իմ կյանքը Oh, hallelujah. հալելույա We're going to pray with you. եկեք միասին աղոթենք I believe here tonight հավատում եմ որ այսօր there is someone այստեղ կա մեկը who needs a confirmation of God's love for you. ով կարիքն ունի Աստծո սիրո վերահաստատմանը իր կյանքում You're struggling, դուք պայքարում եք դժվարություններ ունեք dead stick situation, գուցե հայտնվել եք մեռած ճյուղի hard to get իրավիճակում into the presence of God, եւ դժվարությամբ եք մուտք գործում Աստծո ներկայության մեջ difficulties. դժվարություններ կան You're ձեր carrying that կյանքում burden. եւ բեռ եք կրում ձեզ վրա God wants you to know Աստված ցանկանում է որ իմանաք the Father loves you. որ Տերը սիրում է ձեզ հայրը սիրում է You are ձեզ His son, you are His daughter, դուք նրա որդիներն ու դուստրերն եք and He loves you. նա սիրում է ձեզ He wants to protect you and guard you. նա ցանկանում է պաշտպանել հետևել ձեզ He is here for you even now նա այստեղ էլ նույնիսկ հիմա այստեղ է to give life, որպիսի կյանք տա to give life, կյանք տա to cause fruit to come up in your life, in No. your situation. այստեղ է այնպես անելու որ ձեր կյանքում ձեր իրավիճակներում նույնիսկ պտուղներ երևան The Lord loves you. Տերը սիրում է The ձեզ Spirit cries out within you. եւ այն հոգին որ ունեք ձեր մեջ աղաղակում է You are a child of God. ասելով որ ես Աստծո զավակ եմ It cries out, Abba, Father, to այն you. աղաղակում է աբա հայր It confirms that we're His children. եւ այն հաստատում է խոսքը որ մենք Աստծո We're զավակներ ենք heirs of God and joint heirs with Christ. մենք Աստծո հետ Հիսուսի հետ ժառանգակիցներ The ենք Holy Spirit that we feel right in this moment Սուրբ հոգու ներկայությունը is proof that He loves you. որ այստեղ է ապացույց այն մասին որ Աստված սիրում է ձեզ So in the name of Jesus, Father, Հիսուսի անունով հայր I pray for those աղոթում եմ նրանց համար right now who need a ովքեր confirmation of your հիմա love. քո սիրո վերահաստատման կարիքն ունեն I declare in this house, ես հրճակում եմ այս տան in the մեջ name of Jesus, Հիսուսի անունով the Father says, I do love you. ինչպես հայրն ասաց ես սիրում եմ ձեզ You are my son. ասաց ես սիրում եմ քեզ դու իմ You are որդին my ես daughter. նա ասում է դու իմ որդին ես դու իմ And I love դուստրն you. ես ես սիրում եմ քեզ I've prepared a place for you. ես քեզ համար տեղ եմ I'm պատրաստել readying eternity for you. եւ քեզ համար հավիտենությունն եմ But right պատրաստել now, I'm here to give you հիմա life, այստեղ երկրի վրա ուզում եմ քեզ to կյանք տալ surround you with my presence, ուզում եմ քեզ շրջապատել իմ to ներկայությամբ surround you with my strength, ուզում եմ շրջապատել քեզ իմ to զորությամբ give you what you need in this moment, ուզում եմ այս պահին քեզ տալ այն ինչի կարիքն that ունես you might be fruitful again, որպեսի նորից պտղաբեր դառնաս and that the light of God will shine Եվ and dispel the darkness. Աստծո լույսը շողա եւ կարողանա մթությունը թաքցնել In Jesus' name. Հիսուսի անունով
In Jesus' name. Հիսուսի անունով, In Jesus' name. Հիսուսի